Մշակութային երկխոսություն Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդեն մեկ ամիս Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվում է Լուվրից բերված արևելաքրիստոնեական մշակույթի թեմայով 16 ցուցանմուշ, համադրված 20-ից ավելի հայկական նմանօրինակ գտածոներով։ Դրանք և նմանություններ ունեն, և տարբերություններ ունեն, և ամենակարևորը մեզ բոլորիս ուղղորդում են համընդհանուր կրոնական գաղափարների ներքո նաև բացահայտելու շատ հետաքրքիր գեղարվեստական, արվեստային, ստեղծագործական մոտեցումներ, կապեր և առանձնահատկություններ։ Մեկ ամսում արդեն մոտ 6000 այցելու է եկել տեսնելու Սրբազան երկխոսություն խորագրով ցուցահանդեսը։ Պողոսյանն ուրախ է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Լուվրի և Մայրաթորի թանգարանների հետ գործակցությամբ կարողացան ևս մեկ բացառիկ միջազգային ցուցադրություն կազմակերպել Հայաստանում։ Համաքրիստոնեական այս արժեքները և մշակութային ժառանգությունը միայն անցյալում չէ, այլ նաև այսօր Հայաստանը, որպես առաջին երկիրը, որը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը, ունի քրիստոնեական ավանդույթներ, ունի քրիստոնեական արժեքներ։ Ցուցասրահը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, յուրաքանչյուր ցուցանմուշի համար առանձին միկրոկլիմա և ջերմախոնավային համակարգ է ներդրված։ Կարգավորիչների մոնիթորինգի տվյալներն ամեն շաբաթ ուղարկվում են ֆրանսիացի գործընկերներին։ Տարբեր նյութեր են, սկսած տեքստիլից, գործվածքից, մինչև փայտ, մինչև մետաղ, և ամեն մի ունի իրեն այսպես համապատասխան ջերմախոնավային պայմանները։ Այլ բան է, որ թանգարանում մենք տարիներ շարունակ նաև փորձում ենք պահպանել այն միջին ընդհանուր ստանդարտները։ Հուսով ենք քայլ առ քայլ նաև կգնանք նմանատիպ ճիշտ տեխնոլոգիաների և այսպիսի միջազգային ցուցահանդեսներ ուղղակի նաև նպաստում են, որ թանգարանը ավելի արագ այս ստանդարտիզացիային գնա։ Սրբազան երկխոսություն միջազգային ցուցահանդեսը Հայաստանի պատմության թանգարանում բաց կլինի մինչև 2026 թվականի մարտի 21-ը։ Արդեն բանակցում են հաջորդ աշնանը Բեռլինի թանգարանային կղզուց Հայաստան բերել նախաքրիստոնեական շրջանի ցուցանմուշներ։ Յուրա Վահանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։